Պատերազմից հետո Արցախում ստեղծված սոցիալ-հոգեբանական անկայուն վիճակը մեղմելու նպատակով պետական մակարդակով մեկնարկել են տարաբնույթ սոցիալական ծրագրերի փաթեթներ։ Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմավարական պլանավորման կենտրոն հիմնադրամը 2021 թվականի դեկտեմբերին անցկացրած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված միջոցներով ֆինանսավորել է տարբեր բիզնես գաղափարներ։ Ամիսներ տևող շրջափակումը չի շրջանցել նաեւ նորաստեղծ բիզնեսների գործունեությունը։ Ֆինանսավորված որոշ ծրագրեր այսօր դժվարությամբ ու տարբեր խնդիրների առնչվելով շարունակում են հաղթահարել շրջափակման ստեղծած խոչընդոտները։ Սակայն կան նաև գործարարներ, ովքեր ստիպված էին դադարեցնել գործունեությունը։ Պատերազմի արդյունքում հարազատ թաղավարտը կորցնելուց հետո Արեգը ընտանիքի հետ բնակվում է Ստեփանակերտում։ Ծնողներին օգնելու եւ ընտանիքի հոգսերը մաղմելու համար ավագ եղբոր հետ բիզնես ծրագիր նախաձեռնեցին։ Թաղավարտում զբաղվում էին ճագարաբուծությամբ, ունենալով որոշակի հմտություններ այդ ոլորտում, որոշեցին ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել։ Հիմնական շրջանում, քանի որ չունեինք ֆինանսական աղբյուր, որոշեցինք ընտանեկան բյուջեից որոշակի ծախսեր կատարել այս բիզնեսում եւ զարգացնել այն, որոշ ժամանակ անց, երբ հասկացանք, որ հնարավոր է ավելի մեծ արագությամբ զարգացնել այս բիզնեսը, սակայն չունեինք ֆինանսական համապատասխան աջակցություն, դիմեցինք բարձր տեխնոլոգիաների եւ ռազմավարական պլանավորման կենտրոն հիմնադրամին մեզ աջակցելու նպատակով։ Նրանք օգնեցին մեզ, տրամադրեցին ֆինանսական միջոցներ եւ մենք կարողացանք զարգացնել այս բիզնեսը։ Ճագարաբուծությունը գյուղատնտեսության մեջ ամենավաղահաս ճյուղն է։ Ճագարները կարճ ժամանակահատվածում տալիս են մեծ արդյունք, քիչ ծախս են պահանջում, քիչ աշխատատար են, օգտագործելով մի շարք մեխանիզմներ կարող ենք նվազեցնել մարդկային աշխատանքը, փոխարինելով այն ավտոմատ մեխանիզմով, ինչպես ջրային համակարգը, այնպես էլ կերային համակարգը։ Այդ ամենը ուսումնասիրելով համացանցից, կապ հաստատելով Հայաստանում հայտնի ճագարաբույժ Դավիթ Դավթյանի հետ, կարողացանք մեխանիզմները դնել մեր բիզնեսի մեջ եւ զարգանալ։ Արեգի բիզնեսը շրջափակումից ի վեր մեծապես տուժել է։ Ճագարների գլխաքանակը ստիպված էր նվազեցնել։ Բլոկադայի հետևանքով մի շարք խնդիրների հանդիպեցինք, որից առաջինը կցանկանայի նշել կերի խնդիրը, քանի որ միջև բլոկադան կերը բերվում էր Հայաստանից, գրանուլացված կեր ենք տալիս ճագարներին, 3.5 ամսում ճագարի կենդանի քաշը անցնում էր 3 կիլոգրամը, այսինքն մոտավոր նրա վրա կար 2 կիլոգրամ եւ ավել միս։ Իսկ այժմ, երբ որ չկա կեր, պահում ենք գարի ցորեն տալով, այդ պատճառով 3.5 ամսվա փոխարեն 2-3 ամիս ավել պիտի պահենք, այսինքն նույն արդյունքը ստանում ենք 2-3 ամիս ավելի ուշ եւ 2 անգամ շատ ծախս դնելով։ Մինչ շրջափակումը ունեի 30-ից ավել ճագար, չհաշված փոքր ձագերը, սակայն շրջափակման հետևանքով քչացրեցի ճագարների գլխաքանակը, քանի որ չկար համապատասխան քանակով կեր, որպեսզի շարունակեմ բիզնես։ Կերի խնդրից բացի այսօր Արեգը իրացման խնդիր էլ ունի։ Հիմա վաճառքի խնդիրը կայանում է նրանում, որ ճագարի կերի չկա, ավտոմատ եղած ժամանակ բարձրանում կերի գինը, դրա համար մսի գինը է բարձրանում։ Նախկին 4-4.5-ի փոխարեն հիմա 6-6.5 է դարձել, արդեն մարդիկ չեն ուզում էլի վերցնել։ Հետագայում պլանավորում էր ավելի մեծ ծավալ ապահովել ճագարապուծության ոլորտում, հաջողակ մարդկանց հետ մասնագիտական խորհրդակցություն ունենալ, բայց երբևէ չէր պատկերացնի, որ կհայտնվի շրջափակման մեջ ու իր ծրագրերի իրագործումը անհայտ ժամանակով կհետաձգվի։ Մինչև բլոկադան նպատակ կար հիմնելու մեծ ճագարաֆերմա, խորհրդակցելով Դավիթ Դավթյանի հետ, ինքը տրամադրում է ճագարաբների սխեմաները եւ ամենակարևորը խորհրդատվությունները, սակայն բլոկադայի հետևանքով ծրագիրը չկարողացանք իրագործել, բայց ինձ թվում է, երբ ճանապարհները բացվեն, կարողանանք։ Արեգի բիզնեսը որոշակի վնասներ կրելով այդուհանդերձ շարունակում է գործել, իսկ ահա այս լուռ ու անշարժ կարի մեքենաները հուշում են, որ կարի արտադրամասը այլևս չի գործում։ Աստղիկի կարի արտադրամասը շրջափակումից օրեր անց ստիպված լիովին դադարեցրեց իր գործունեությունը։ Աստղիկի խոսքով հիմա արտադրամաս գալիս են միայն իրար տեսնելու, զրուցելու, շուտով վերաբացվելու հույսով։
Որ իմացանք, որ մարդիկ այդ պահին շատ գրգռված չեն հագուստ վերցնել, սկզբնական փուլ դրա պատճառով փակեցինք, որտեվ շրջափակման հենց սկզբից մարդիկ միանգամից sense պանիկայի մեջ ընկած ոչ թե հագուստի, այլ սննդի վրա են շեշտը դրա ծախսերը, էլի։ Ու մեկ էլ շատ երեխաների համար, իսկ մենք երեխաների համար հագուստի տենց մեծական արտադրություն դեռ չենք, պարզապես հենց փորձում ենք։ Այդ սկզբում հիմք հանդիսացավ, որ դադարեցնեն գործունեությունը։ Հետո արդեն ստացվեց, որ նույնիսկ եթե ագարնան սկզբի վրա մարդիկ արդեն սկսում են պահանջարկը ավելանալ, ինչ որ հարմարվել ենք շրջափակմանը, արդեն ձգտում ենք բացի ուտելուց մի քիչ էլ մեզ նայել։ Այդ ժամանակ արդեն կանգնեցի այն փաստի առաջ, որ հումքը չեմ կարողանում այս պահին ներմուծել։ Եթե ներմուծեմ, ավելի մեծ գնով է ստացվում, ավելի բարձր գնով է ստացվում ու ավտոմատ մեր գնալն էլ կաճի։ Այդքան զեռնտու չի։ Հիմա մենք ձգտում ենք ինչ-որ ձևի ելք գտնել, որ թեկուզ չգիտեմ ոնց պիտի անենք դեռ ամառայինի համար մտածելու համար, որ մի ձև ինչքան հնարավոր է էժան, ինչքան հնարավոր հարմար գներով ներմուծենք, թե ինչպես կստացվի, դեռ չգիտեմ, թե պետական, թե հաջողությամբ, թե պարզապես ճանապարհները կբացվեն, բայց դրա վրա է մեր շեշտը դրված։ Խնդիրը հիմա հիմնական հումքի ներմուծումն է։ Արտադրամասի փակման հետևանքով աշխատակիցները անգործ են մնացել, ստեղծված դժվար իրավիճակում զրկվելով գումար վաստակելու հնարավորությունից։ Պատասխանատվությունը կար աշխատակիցների գործի հանդեպ, ու հիմա որ ստացվում է գործ չկա, չես կարող նույն մարդկանց աշխատանքով ապահովել, ոնց որ սկզբում կապես նեղում է, ոնց որ ասես այդ մարդկանց համար պատասխանատվություն զգաս։ Բացի նրանից, որ ես անձամբ ուզում եմ իմ սիրած գործով զբաղվել, տանը նստելը հաճա։ Նույն դեպս ցանկացած իր գործը սիրող մարդու համար դա վատ է։ Արցախում ապրող մարդիկ անկախ տարիքից հակված են անգամ այս պայմաններում աշխատելու, արարելու, նոր ստեղծելու եւ զարգանալու։ Շրջափակումը բացասաբար է անդրադառնում մարդկանց կենսագործունեության վրա, միաժամանակ ստիպում է արժևորել ունեցածն ու մոտիվացնում անելու ավելին։